բանից, միանշանակ։ Հələ մի րոպե երեխե, հələ մի րոպե սպասեք, մեկը դասեք, հասկանամ ինչ եք ասում։ Ինչպես է գնահատում եւ ընդդիմության միավորումը հավանական համարում եք պատրաստ։ Միանշանակ ընդդիմությունը ուրեմն այսպես, ես բարձրաձայնել եմ եւ ասել եմ, ով շատ ձայն կհավաքի, ուրեմն նրան Եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքեց, միանշանակ մենք միանալու ենք իրեն եւ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն։ Եթե այդպես չկիրառեն, նշանակ ով չհամաձայնվեց, ուրեմն ԿՊ-ի հետ համագործակցում է։ Բայց քննարկել եք արդեն այդ թեմայով։ Ոչ մեկի հետ քննարկում չեմ ունեցել, ոչ մեկին չեմ տեսել, ես ընդհանրապես քաղաքական չեմ խոսում, ես խոսում եմ ճշմարտությունը։ Եվ հույսով եմ, որ այդպես բոլորն է պետք է մտածեն, եթե ոչ ես ուրեմն այնպես կանեմ, որ բոլորդ կիմանաք, ամբողջ քաղաքը եւ երկիրը, ով հանգարց ուրիշ ձևի բան արեց, անպայման պետք է տեղեկացնենք բնակիչներին։ Այսինքն, եթե ընդդիմություն է ու ընդդիմությունը չի միանում այդ սկզբունքով, շատ ձեներ հավաքողին, դա նշանակում է դիտավորյալ են անում։ Մի քանի ընդդիմադիրներ միավորվեն եւ առաջարկեն ձեզ միանալ իրենց, դուք կմիանաք։ Ուրեմն, եթե մի քանի ընդդիմադիրներ իրար միանան, հասկանալի ու առաջարկեն ինձ, ու իմ ձայները իրենցից շատ լինի, ես միայն կծիծաղեմ այդ ժամանակ, եթե մի քանիսի ձայները հավաքվում են ու իմ ձայների չափ չի լինում, հետո ինձ ասում են գիտեք ինչ կա, դուք պետք է մեզ միանաք, այդ բոլորի ծիծաղը կգա, այդ ժամանակ գյումրեցիք է էպած հավի խնդալը կուկա։ Ասում եք դուք այցելի տեխնացու եք, պարոն Ղուկասյան։ Ես քեզ չեմ պատասխանի։ Ասեք։ Մնացածը։ Մի րոպե սպասեք, տղա ջան։ Հետո մի քիչ տարական քաղաքավարություն ունեցեք ու հետո բանկա այսքան մարդը թողել եք, մենակ դու ղժում եք։ Սպասի մի հատ, հա։ 3 անգամ ասեցիր։ 3 անգամ ասեցիր, թող մնացածն էլ ասեն։ Այսինքն միակ սցենարը այն է, որ եթե ընդդիմադիր տեխնացուներից որևէ մեկը ձեզանից շատ է ձայն հավաքում, այդ ժամանակ նոր դուք ձեր ձայները բոլոր բանաներում դուք չեք միանալ։ Միանշանակ չեմ միանալու։ Միանշանակ։ Եթե ինձ հանգարցակի բանդարգենել, ուրեմն այնտեղից իմ ավականիները անպայման ստանձնելու են քաղաքի ղեկը եւ շարունակելու են ես էլ թեկուզ եթե բանդարգված լինեմ, այնտեղից եմ աշխատելու, հասկանալի է։ Այսինքն միանալու հետ կապված ԿՊ-ին միանշանակ մտքերիցդ հանեք։ Հայաստանի Արցախը հանձնողների հետ, եթե ինձպես տղեն միանում է, ուրեմն իմ արունը սուտ է, հասկանալի։ Ասում է ինքը բացարձակ առաջատար է։ Ով է ասում։ Դե կաբրենք կտեսենք, մի քիչ համբերենք կտեսենք ու ամբողջ քաղաքը դուք տեսել եք։ Դուք ուրեմն հանդիպումների ժամանակ դուք տեսել եք թե ով ձայն ունի, ոնց ունի, դուք ամեն ինչ գիտեք։ Դե հիմա կաբրենք մի քիչ կտեսնենք։ Դուք որ ասում եք, եթե ձերը շատ լինի, բայց իրենք միանան եւ քիչ լինի, դուք այդ դեպքում չեք միանա։ Բայց հանուն նրա որ ԿՊ-ն չգա իշխանության, հանուն նրա Գյումրու զարգացման։ Բայց ինչ են այդպես անում, որ ասենք, եթե հանգած մեկը 3-ի ձայները մեկի ձայների չափ չի լինի։ Ոնց կարող է, այդտեղ քննարկման առարգա կլինի, մենք տեղում կխոսենք, հիմա ես չեմ կարող այսպես բացատրել։ 3-ի ձայները մեկի ձայներից։ Քաղաքապետ օրինակ Մարտին Գրիգորյանը տեղակալ կամ հակառակը։ Ես միանշանակ, եթե իրենք հանգարցագենձանից շատ ձայներ հավաքեն, ես ընդհանրապես ոչ մի տեղակալ, ոչ մի բան մենք չենք պահանջելու։ Մենք ասելու ենք գնացեք եւ ղեկավարեք։ Մեր ավականիներն էլ իրենց պաշտպանելու են։ Ես այդպես եմ առաջնորդելու։ Ես բացատրեցի։